Երևանցիներ մենք այժմ գտնվում ենք Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղ է ունենում վարկանիշ կազմակերպության կոչումկին ոսկեգոտ 2025 մրցանակաբաշխությունը։ Այժմ գնանք ներս հետևելու մրցանակաբաշխության ընթացքին։ Երկրագույն երանիքագույն անգլահատելի վաստակ հայկական հերոսատեսության հայացման գործում։ Գոհարժանի է միայն Grand Prix հատուկ մրցանակի։ Շնորհակալություն եմ հայտնում վարկանիշ ընկերությանը, Շատ շնորհակալ եմ վարկանիշ ընկերության կազմակերպիչներին։ Ուզում եմ ասել, որ գինը կյանքի շարժիչն է և այսօր այս տարիճում գտնվող բոլոր կանայք ունեն մեծ վստակ և ես սրտան շնորհավորում եմ բոլոր կանանց, ովքեր այսօր ստանալու են մրցանակ։ Շատ ուրախ եմ և երջանիկ մեր թիմի հետ միասին այսքան գեղեցիկ կանայք հայտնվել են այս դահլիճում և ի սրտե ուզում եմ, որ դուք լինեք աշխարհի ամենաերջանիկները, կերպեք, միշտ գեղեցիկ լինեք և լինեք հանրային վարկանիշի կողքին։ Սիրում եմ մենք բոլորիդ։ Ես կուզում ես մրցանակը նվիրել իմ հայրիկի հիշատակին, դուք բոլորս գիտեք։ Վիրաբույժ, ես չեմ ասի էպիզետներ, դուք եք տվել նրան էպիզետները, որտեղ մինչ այսօր հիշում եք իրեն, ուղղակի կասեմ վիրաբույժ Համլետ Թամազյանի հիշատակին և
shield and on a praise, lay a hand and remains within the measure of a day. Oh, she made the beauty of the Նախ շնորհավորում եմ մրցանակի կապակցությամբ, ուզում մի փոքր պատմեք ձեր տպավորությունների մասին, ծավալած գործունեության եւ որքան կարեւոր դեր կատարեց մրցանակը ձեր կյանքում։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում, մրցանակը բավականին պարտավորեցնող է եւ միևնույն ժամանակ շատ մոտիվացնող։ Տպավորությունները Շալի տպավորություններ են, յուրաքանչյուր կնոջ համար շատ կարևոր է գնահատված լինելը։ Այս մրցանակը իհարկե մեզ բավական այսպես շոյում է եւ պարտավորեցնում է ել ավելին անելու։ Եմ աղթում եմ շարունակական մրցանակներ ստանաք։ Շնորհակալ։ Շնորհավորում եմ մրցանակի կապակցությամբ, կխնդրեմ ներկայանաք, պատմել գործունեության մասին ու տպավորությունները։ Բարի երեկո, ես Ինգան եմ, Mictrans Logistics բեռնափոխադրող ընկերության հիմնադիր տնօրեն, որը որ զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, շուրջ 13 տարի է արդեն շուկայում ենք գտնվում Հայաստանի։ Ստանալ այս մրցանակը կարծում եմ ոչ միայն անձնական հաղթանակ է, այլ նաև մի նշան, որ յուրաքանչյուր կին կարող է իր տեղը գտնել ցանկացած ոլորտում, ինչպես նաև բեռնափոխադրման։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին, իմ թիմին, իմ կողքին լինելու համար։ Այս մրցանակը ոգեշնչում է ճանապարհը անցնել նոր ուժով։ Շնորհակալ եմ։ Ես շատ երջանիկ եմ, որ վարկանիշը նորից ու նորից վերհիշել է եւ շնորհակալ եմ իմ հավատարիմ եւ վստահող հիվանդներին, բուժառուներին, նաև իմ ընտանիքին եւ կարծում եմ նորանոր հաջողությունները դեռ սպասվում են, դեռ արժևում են եւ ինչպես միշտ կասեի, թող բոլորիս աչքը լույս լինի եւ ուղիղ փոխաբերական նաև իմաստով նման տիպի գեղեցիկ երեկոներ կազմակերպելու ուժ ու եռանդա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, տպավորությունները հիասքանչ են, նոր են, հաճելի են, հետաքրքիր է նման միջոցառումները, քանի որ այստեղ ստանում ենք գնահատական, այսինքն մեր ամեն օրյա չարչարանքը ինչ-որ մի օր դառնում է ավելի հաճելի եւ դառնում է գնահատված։ Իմ ընկերությունը զբաղվում է հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում նաեւ գնումների, պետական գնումների ծառայության մատուցմամբ եւ մտավոր սեփականության գրանցման ծառայությունների մատուցմամբ։ Այսքան։ Թող ձեր մրցանակները շարունակական լինեն։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին այս հրաշալի, գեղեցիկ եւ ինչպես նշեցի, շատ կանացի մրցանակին արժանացնելու համար եւ գնահատելու մեր բժիշկներից աշխատանքը։ Շատ գեղեցիկ կազմակերպված միջոցառում էր, ինչպես միշտ, շատ ճաշակով, հրաշալի եւ բոլոր կանայք, որոնք որ այսօր գտնվեցին բեմին, իրենց ոլորտներում արժանի ներկայացուցիչներ են։ Բոլորին շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ նաեւ բոլոր այն իմ բուժառուներին եւ այն մարդկանց եւ վարկանիշ կազմակերպությանը նման գնահատականի եւ նման մրցանակի համար։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, ես ընտանեկան ստոմատոլոգ օրտոդոնտ եմ։ Տպավորություններս միշտ շատ հուզիչ են նման մրցանակաբաշխություններին մասնակցել եւ այն էլ ինչպես նշեցի, ստոմատոլոգ լինելով հանդերձ, երբ որ մենք մարդկանց չուզենալով, բայց ցավեցնում ենք եւ շատ մեծ է պատիվը, որ իմ բուժառուները այնքան շնորհակալ են, որ կարողանում եմ նման մրցանակներ արժանանալ։ Շնորհակալություն եմ ուզում խնդրել հայտնել վստահության համար։
եւ շնորհավորել բոլոր մրցանակակիրներին։ Ճիշտն ասած շատ հուզիչ էր։ Մի բան, որ ներքին պատկերացնում ես, տեսնում ես ինչպես են նախորդ մրցանակակիրները ստանում մրցանակը եւ երբ որ հերթը հասնում է քեզ, ավելի շատ ես ուզում։ Ես ինքս հաղորդակցության ոլորտից եմ, արդեն 15 տարի է ես Dim Communications-ի հետ եմ, որից 11 տարին ղեկավարում եմ կազմակերպությունը։ Հիմնական գործունեությունը մեզ մոտ ծավալվում է PR-ի, մարքեթինգի, միջոցառումների կազմակերպման, դիզայնի եւ այլն։ Ունենք բազմաթիվ տարբեր հաճախորդներ բիզնեսի ոլորտից, ՀԿ-ների, միջազգայինների, այսօր տեսակ, որ շատ ինձ համար հուզիչ էր, որ ՄԱԿ-ի գերասենյակի ղեկավարը այսօր տվեց այս մրցանակը։ I enjoyed this event very much and I think it's an excellent initiative to recognize and reward successful women. Achieving success in life is difficult and it is more difficult for women. So celebrating the success, celebrating the path which these women went to come to today is an excellent initiative. So I'm very happy and I congratulate the organizers for this great idea. Եվ ուզում եմ, որ միայն ինձ մոտ լինես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն նստած, քո ճամփին Yes, na you. Assis, noi chiquitos, inch kanan taraba, arans fosiro, jahal sitsam yes laten, anantats basumen, morduka gas. Բարև ձեզ, ես Եվանե Մովսիսյան, ներկայացնում եմ Հանրային վարկանիշ ընկերությունը, ծրագրի ղեկավարն եմ եւ Հանրային վարկանիշ ընկերությունը շուրջ 10 տարի իրագործում է մրցանակաբաշխություններ, ասել է թե մենք ձևավորում ենք Հայաստանում աստղերի ինստիտուտ եւ ուրախ եմ փաստել, որ այսօր հայ կանայք այդ աստղային ինստիտուտի գլխավոր մասն են կազմում եւ հայ կինը այսօր ոչ միայն տնային տնտեսուհի է, այլև կայացած է տարբեր ոլորտներում, հասարակական կազմակերպություններ, գործարար աշխարհ, միջազգային շուկաներ եւ ողջունում եմ բոլոր հայ կանանց, ովքեր արդեն գենդերային քաղաքականության մեջ գրավում են գերակա դիրքեր։ Ողջունում եմ, մաղթում բարի եղտ, նաեւ խոնարհումս բոլոր այն կանանց, ովքեր հերոսացին մայրեր են, խոնարհումս մեր հերոսացին հայ մայրերին։ Շնորհավորում եմ բոլոր հայուհիներին, մենք բոլորս արժանի ենք մրցանակների։ Ինչպես նաեւ շնորհավորում եմ երևանցիներին մշտապես մեր կողքին լինելու եւ լուսաբանելու համար։